Վերադարձանք Puebla-ից եւ շարունակում ենք մեր շարավության եթերը եւ ժամանակն է խոսել շատ կարեւոր թեմայից, որի մասին առավոտ արդեն մի քիչ խոսել ենք։ Այո, Հայաստանը գրեթե 25 հորիզոնականով վատացրել է իր դիրքերը Taste Atlas-ի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշում։ Taste Atlas-ը առցանց հարթակ է, որը հրապարակում է ավանդական ուտեստների, խոհանոցների եւ խմիչքների վարկանիշներն ամբողջ աշխարհից, ուշադրություն օգտատերերի եւ փորձագետների գնահատականների հիման վրա։ Մեր տաղավարում է շեֆ-խոհարար Տիգրան Ղամբարյանը ու փորձենք հասկանալ, թե ինչու ենք մենք զիջել մեր դիրքերը եւ ինչով է դա պայմանավորված ու ինչու ոչ, ինչպես կարող ենք բարելավել մեր դիրքերը։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ, բարի լույս։ Եվ առաջին հերթին փորձենք բարձել, թե այս Taste Atlas-ը լուրջ բան է, թե ոչ, օրինակ, երբ որ ասում են, որ FIFA-ի ռեյտինգում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 105-րդ տեղը, իսկ առաջինը Իսպանիան է, երկրորդը Արգենտինան, ամեն ինչ պարզ է։ Ոնց խաղում ես, տենց էլ այսինքն արդյունքները ինչպիսին են, այդպիսի տեղից զբաղեցնում ես։ Այստեղ այդ անկումները, վերելքները նորմալ են, նորմալ չեն։ Իրականում շատ վատ է, ու այդ վատը ունի իր պատճառները, բնական է ինքը ռեյտինգ է, որը իրավունք ունի լինելու, մարդիկ հետևում են, մարդիկ հաշվի են առնում, ոնց որ մենք հիմա ենք հաշվի առել։ Շատ օբյեկտիվ պատճառներ կա, որ իջնում է մեր երկրի խոհանոցի վարկանիշը, որովհետև մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում մեր երկրի խոհանոցին։ Եթե դուք մեր շուրջը նայեք, դուք շատ քիչ կտեսնեք հայկական խոհանոցի վրա ուղղված կամ հայկական խոհանոց պատրաստող ռեստորաններ։ Երևի որ մատերի վրա հաշվենք, մի ձեռի վրա մատիկ հաշվենք, որ իսկական հայկական խոհանոցով են զբաղվում, ոչ թե խառնում են ինչ-որ մի հետաքրքիր ուրիշ բաներ ստան, որը էլի իրավունք ունի ունենալու տեղ էլի, բայց պետք է ամեն դեպքում ունենանք մեր ազգային սննդի, ոնց որ ասած, մեր խոհանոցից սկսած մինչև ռեստորաններով վերջացրած պատվիրակները էլի։ Բայց մի այսպիսի բան ասեմ, տեսեք, շատ թանկ են հայկական խոհանոցով ռեստորանները։ Դա ինչով է պայմանավորված։ Այսինքն, եթե ուզում ես ուղակի օգտվել, ես առավոտյան ավելի վաղ ես օրինակի մասին խոսեցի, որ ֆուդ կորտում կամ այլ հասանելի տարբերակով չկա հայկական խոհանոց։ Եղածներն էլ շատ թանկ են։ Իրականում ֆուդ կորտում հա ճիշտ է, չկա հիմա տենց տարբերակ, որ հենց մենակ մաքուր հայկականում լինի, կամ որ ինչ-որ fast food տրամադրի հայկական, բայց հայկական խոհանոցները չի ասի, որ շատ թանկ են։ Նայած որտեղ է, էլի։ Ես չգիտեմ, որ օրինակն են դե հիմա նայեք, չէ, հիմա եթե մենք վերցնենք ամենահայտնի բրենդային, այսպես ասած, խոհանոց ռեստորանները, որոնք որ հիմա չգովազդելով նրանց, որոնք որ կան Երևանում, Ծաղկաձորում, Սևանում, Երևանի կենտրոնում, փոքր կենտրոնում բավականին թանկ են։ Հիմա եթե դու գնաս իտալական կամ, չգիտեմ, իսպանական չէ, մեքսիկական ունենք, այո, շատ ավելի մատչելի է գները։ Իրականում 1-2 տարբերակներ կարող է համեմատություն լինի, մնացածը չէ։ Իսկ մնացածը որոնք են, որ դուք ասում եք, ընդամենը ունենք 5 մատ, եւ իսկապես մենք հիմա որ շատ լավ եմ 4 կարամ ասեմ, 5-րդը մտածում եմ դա հայկական խոհանոցա թե էլի խառնորդ է։ Հիմա այդ 5 մատից 2-ը կամ 3-ը շատ բավականին թանկ են, այսինքն չգիտեմ, 2-ը երևի, 3-ը արդեն մոտենում է։ Հա, 2-ը։ Ինչով է դա։ Մթերքներն են ավելի թանկ, պատրաստման եղանակն է, թե ինչ է։ Իրականում սկսած մթերքից կարող է մթերքը այդքան թանկ չի, ուղղակի քանի որ իտալական խոհանոց արդեն ուղղությունով ուսումնասիրած է, իրենք լավ ծանոթ են, վրացական խոհանոցը, վրացական, հա, բայց վրացականն է բավականին թանկ է հիմա, էլի, եթե մի 3 բրենդ, 4 բրենդ ասեմ, ճիշտ եմ Պանդոկի մակարդակի, լավ էլի մակարդակը, ուղղակի գնային սեգմենտով էլի, բնական է ավելի թանկ են։ Մենք այնի ուսումնասիրած է, այնի գիտեմ, ոնց ինքնարժեք ստանան, բան ստանան ու իրանք ոնց կան վաճառեն, որ ճիշտ լինի, որն է ավելի գնացող, իսկ հայկականով որ սկսում է խորանալ, ինչը որ ես եմ անում հիմա, դու լրիվ նոր բաներ ես սկսում, մատակարարներին ուզում ես խնդրել, որ իսկ ավելուկի տեսակներ ունես, որ ավելի էժան է, օրինակ եմ էլի ասում, իսկ մսի տեսակ կա, օրինակ ծիսար կա, որ կարաս հայկական ա եղել, որ կամ այծը, որ կարաս ավելի չունեն տենց, մենք ինֆրաստրուկտուրա չունենք էլի, որ ստեղծենք, դրա համար որոշ բաներ ավելի թանկ է լինում, բայց ամենը չէ, ես էլ եմ ասում, բավականին տեղեր կա,
Որ ավելի թանկ է։ որ ավելի թանկ է բնականաբար նույն իտալական պրոյեկտների մեջ էլ կա Հա, կան բրենդային եւ տրենդային ռեստորաններ այսօր Երևանում, մի քանիսը որոնք որ ավելի թանկ են։ Բայց կներեք, քանի այս թեմով ենք խոսում, ունի հայկական խոհանոցը պոտենցիալ, որ օրինակ հայտնվի ֆուդ կորտում, թե հայկական խոհանոցը այնպիսին է, որ ինքը ուղղակի չի կարող լինել ֆուդ Չէ, 100% կարող։ 100% բրդուճներն են, քանի բրդուճներից սկսած Փարիսան, այս ձմեռվա եղանակին շատ Ու չգիտեմ Հարիսան ինչքանով է ֆուդ կորտի ուտեստ, բայց բրդուճների տեսականին անverջ կարծես թե կարելի չէ։ Դե չէ, շատ է, իրականում շատ է։ Ամեն ինչն է կարելի է հարմարացնել ֆուդ կորտին, որ արագ ծնվես։ Ուղղակի չեն անում, որտեղ պահանջը չկա։ Մարդը ավելի շատ շահում, բրդուճին ինչ-որ բանին ֆրիտյուր արած ինչ-որ արագ ուտի, այդ արագ իր ուգլևոդը ստանա, այդ մի քիչ ժամ չսովացանա, բայց հայկական խոհանոցը իրականում ինքը շատ բալանսավորված է, եթե արդեն խորանում ենք։ Ինքը կարա ուտի մարդը ու երկար ժամանակ նույն Չուտի։ Հա, նույն Հարիսայի վրա եմ ես օրինակ վերում։ Իր մեջ ամեն ինչը կա, դու կարող ես ուտել, արագ ուտել, արագ մատուցել, ինչը ռեստորանի համար կարևոր է։ Ինքը ցածր ինքնարժեքով է։ Ու բավականին շատ ուտեստներ կան, որ կարելի է նույն ձև էլի անել։ Մարդը կարա ուտի ու մի 3 ժամ չսովածանա, էլի։ Ինքը ամեն ինչ իր մեջ դրա բան պարունակում է։ Պարզ է, որ խնդիրը ունի տարբեր երանգներ եւ տարբեր, այսպես ասած, պատասխանատվության աստիճաններ, կառավարությունը, խոհարարները, բիզնեսմենները, ռեստորանները, հասարակությունը։ Հիմա մենք եկեք սկսենք մեր ընտանիքներից։ Արդյոք ամեն օր ուտում ենք այն ամենը, ինչ որ կերել է մեր տատիկները եւ պապիկները եւ պահպանում ենք դա։ Կարող ենք այսօր դուրս գալ փողոց, օրինակ Կիևյան, որ հեռու չգնանք չընկնելու պատճառով։ Կիևյան փողոցի վրա կանգնենք եւ անցորդներին հարցնենք, ասենք 10 հայկական ուտեստի անուն տվեք շատ արագ։ Կարող են արդյոք թե ոչ։ Ինչպիսին է մակարդակը մեր հասարակության մեջ իմացության եւ չգիտեմ, ներգրավվածության։ Այ դրանից հայկական խոհանոցի մեջ։ Ցավոք ոչ 100% ոչ չեն ասի, վստահ եմ շատ քչերը կարող է 5-ին հասնեն հայկական ուտեստներից ասելուց, եթե 6-րդից քինկալիի չանցնեն, էլի։ Դերը խաշ խորոված, հարիսա, թաթարբորակի, օրմա, ու գնում արդեն իրականում ցավալի է։ լոբով ճաշ։ Հավատալի մեր հայկական Հա, համաձայն եմ, բայց դա ինձ թվում է արմատական հայկական չի, թե էլի արմատական է։ Չէ, հենց դա կարելի է հայկականին պատկանալ, որտեղ ինքը Կարմիր լոբի մասն է խոսքը։ Հա, ինքը հենց նպարեղեն է, որը շատ ենք օգտագործել հայկականում երկարեփող, մենք այդ երկարեփող բաները շատ ենք սիրել, որ առավոտը կերել ես, կշտացել ես ու գնացել ես հնձելու, այո։ Իրականում մարքեթինգի հարց է։ Ես նույնը դուք հաստատ եղել եք տարբեր երկրներում, ուսումնասիրել եք, տեսել եք Զարանա մեր տարբեր երկրների մասնագետը։ Օրինակի համար ինչ որ դուք եթակ Անգլիա կամ Իտալիա, նույն Անգլիա դուք եթակ հաստատ fish and chips-ը ամեն անկյունում լինելու։ Անգլիայում էլ խնդրեմ կա։ Եվ աշխարհում համարում է, որ ամենավատ խոհանոցներից մեկը չէ, անգլիականն է։ Իրականում, բայց մերինից բարձր մակարդակի վրա է, ես հենց fast food-ի մասին եմ ասում, որ իրանք առօրյան է եղել։ Fish and chips-ը ամեն անկյունում մենք տնենք։ Իտալիան դել չեմ ասում, իրանք ուտեստները դու չես կարա մտնես Վենետ, ես ամեն դեպքում չեմ տեսել, որ այնտեղ սուշի ծախեն, էլի։ Ու չես կարա տենաս էլի ու կարող է նեղանալ քեզանց 100% Չէ, դե արդեն մշակույթ կա։ Այնտեղ դու կարող ես գնաս ռեստորան Իտալիայում 11-ից հետո կապուչինո պատվիրես, հենց նայում որ դու ամանչես գեդին ես։ Հաստատ կնեղանան։ Այո, Չեմ բերի, ինձ թվում է։ Կամ կարող է տան հենց տան որ չխմես այդ կապուչինոն։ Բայց դա մշակույթ է։ Իսկ մեր մոտ չկա այդ մշակույթը։ Իսկ ով է զբաղվել, լավ, այդ իտալական խոհանոցը, որը որ կարծես թե իտալական, ֆրանսիական, ով է դա, ներքևից է եկել, թե վերևից է եկել։ Ինձ թվում է դա կոմպլեքսային է։ Այդ տիպի բոլորը իրար հետ զուգահեռ զբաղվեն, սկսեն ռեստորատորներից, խոհարարներից, պետությունն է բնականաբար առանց պետության ոչինչ չի կարա լինի, բայց չի կարա լինի, որ մի կողմից լինի, մեկը չանի։ Բնականաբար պետությունը չի կարա ստիպի վերջը։ Չի կարող, այո։ Այդ տիպի կոմպլեքսային ճիշտ են փափուկ ուժով աշխատանք լինի, խրախուսանքներով, գովազդելով, туриզմով, ամեն ինչով, որ մարդիկ բիզնեսմենին հետաքրքիր լինի զբաղվի, որ դա վաճառվող կլինի, խոհարարին հետաքրքիր լինի, իրան համբավ բերող կլինի, եւ այլն, այդ ամեն ինչը պիտի կոմպլեքսային զբաղվի։ Մենք չունենք ռեյտինգներ։ Ով է մեզի չափում հիմա։ Հայաստանում չկա տենց ռեստորանային ռեյտինգների մասին։ Այո, չկա խոհարարական ռեյտինգ,
կարող է լինի շուտով ինձ թվում է, բայց հիմա առայժմ չունենք։ Դա շատ խանգարում է։ Իսկ դա ներսի ռեյտինգների մասին է խոսքը, այսինքն ինչ որ մի խումբ է կամ, չգիտեմ, ասոցիացիա է դա ով է անում, թե ցանկացած ռեյտինգն է լավ, դաժե կներեք, անգամ ոչ օբյեկտիվ ռեյտինգը էլի լավ է։ Որովհետև շարժ է ստեղծում խոհարարությունում, էլի կոնկուրենցիա է ստեղծում, մարդիկ նայում են, ուզում են լինեն այնտեղ, ինչ որ գումար է լինում կամ ինչ որ համբավ է լինում, որ իրան էլի գումար է հետագայում բերում։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, որը մենք չունենք։ Մենք չունենք մրցույթներ։ Շատ քիչ է, հիմա կազմակերպվում է քիչ շատից էլի փորձում են ինչ որ բան անեն, բայց դա շատ ցածր մակարդակի վրա է արվում։ Եվ էլ ավելի են փաստորեն թանկանում այն մեդալները եւ հաղթանակները, որոնք որ բերում մեր խոհարարները դրսից։ Միջազգային մրցույթներից։ Ունենք այդպիսի դեպքեր, բայց իրականում այո, Հայաստանի ներսում ունենք, ու դա կարելի է ասել անհատի շնորհք է եղել։ Բոլորս է գիտենք արդին ինչքան աշխատանք էր տարել դրա համար, որ այդքան տարիների ընթացքում այդ բերել։ Բայց այդ անհատը, բայց Սիստեմա չի, այո։ Բայց մենթալիտետի մակարդակել կա, այսինքն մարդկանց հասարակության մոտ էլ այդ կարծրատիպային վերաբերմունքը կա։ Ես շատ լավ եմ հիշում, տարիներ առաջ մեր հայտնիներից մեկի հետ Անումայի հարցազրույց, ինքը տեսախցիկի առաջ նշեց բոլորովին, որ սիրում է իտալական խոհանոց, խենթանմա սուշիի համար, բայց երբ որ off the record էինք խոսում, ինքը ասաց, բայց հայկական, ասեմ, բայց ինչի՞ չեք նշում, որ հայկական եք սիրում, ասում եմ, դե ամոթ է, հո չեմ ասի հայկական եմ սիրում։ Ու դա իմ համար sense լավագույն օրինակներ, թե մենք հայտնի դերասան էր, նկարիչ էր, երկիչ էր շատ հայտնի եւ ազգային իր երկերը չլսեն։ Ինչ է նշանակում սուշի եմ սիրում, բայց նորմալ է որ սուշի է սիրում, բայց նորմալ չի որ ամոթ է, հո չեմ ասել հայկական եմ սիրում։ Սուշի դու պետք է ուտես ծովի ափին։ Դու գիտես որ սուշին Ճապոնիայում որ դանակը sense ձուկը բացում են այդ դանակով, դանակի վրա sense քափ է լինում, չէ՞։ Այդ դանակը ինքը վերցնում է, քայլում է դեպի այսպես ծովից քայլեր անում եւ որտեղ որ այդ քափը անցնում է, այնտեղ արդեն սուշի չի դա։ Եթե բա իհարկե ոնց կարելի է սուշի ուտել 2000 կիլոմետր ծովից են կողմ։ Եվ ասել որ դու Դե տեսեք որ մենթալիտետի խնդիրը է սա օտարամոլությունը ինչ որ առումով այ հաճախորդների հետ վստահ եմ առիթներ եղել են շփվելու ինչպիսին են հայ հաճախորդները տուրիստները չէ ինչ նախասիրություններ ունեն խոհարարական սիրում են հայկական իրականում չէ դուք ճիշտ եք օտարամոլության հենց դա օտարամոլություն դժվար է կոչելը ինչը չգովազդված անծանոթ հայրանք չեն ուզում ինչը որ չես կարա նկարես գցես կամ պատմես որ այն օր գնացինք պատվիրեցինք սուշի կերանք ոչ մեկ չի ասում այն օր տեղեկով գնացինք հարիսա կերանք բայց խաշի մասին կպատմեն իհարկե բայց մի քիչ այդ ֆակա բայց էլի պետքա մարքեթինգային բանը հիմիկվա աշխարհը գովազդի աշխարհը բոլորը սիրում են այդ ներկայացված լինելը մենք ներկայացված չենք մեր խոհանոցը ներկայացված չի ցավոք որ տոլման փայտիկներով են ուտում դուք դա տեսել եք շատ տարածված էր այս վերջում տոլման հայկական տոլման ուտում են փայտիկներով սուշի չեմ տեսա իսկ իմաստը ինչու՞ն է չգիտեմ դե երևի ես էլի տրենդ է ստեղծում էլի վատ չի իրականում շարժ է ես ժամերով կարող եմ դիտել չհասկանալով լեզուն ուղղակի ինձ դուր է գալ էքսպրեսիան եւ մատուցման ձևը ինչպես են իտալացիները պատրաստում իրենց սենդվիչները այսպես նոր թխած հացը բերում են կտրատում են ամեն ինչ դնում են հետո ինձ բռնում եմ անդադ այդ մտքի վրա որ չէ որ մենք էլ ունենք նոր թխած հաց, տարբեր տեսակի հացեր, ունենք տարբեր գույնի լավաշներ, ունենք տարբեր գույնի պանիրներ, համի պանիրներ, տարբեր կաթերից ստացած, տարբեր տեսակի մսամթեր, բայց շատ քիչ է այդ ամենը, այսինքն բլոգերների կողմից նաև ձևավորվում։ Հիմա ինչ որ շարժ կա իհարկե, բայց անհամեմատելի է դա։ Այն աղջիկը որ ղափամա պատրաստեց, որ հայել չէր, հիշում եք ինչ միլիոնավոր դիտումներ Դե իրականում ռեյտինգը ցույց է տալի, որ քիչ ենք այդ ուղղության վրա աշխատում, շատ քիչ ենք աշխատում։ Մենք պետք է մեր վրա աշխատենք, ռեստորատորներն են, բոլորը իրար հետ պետք է ամեն ինչ անեն, որ մեր հայկական հիմա իմ երազանքը ես Պետերբուրգից վերադարձել եմ 5 տարի առաջ, ու իմ երազանքը այն է, որ մենք կարողանանք մեր հայկական խոհանոցը ամեն երկրում ոնց որ պատվիրակություն ունենք, ոնց որ այսօր կա շվեդական, սկանդինավյան խոհանոց օրինակ, ճապոնական նույն խոհանոցը, հիմա պերուանականն է, Չիլին այդ կոմերն է զարգանում, կուզենամ երազանքս հետո որ դարձնենք այդ մակարդակին, որ մենք կարողանանք ամեն երկրում ունենանք մեր ներկայացությունը։ Քանի տարի առաջ մենք յուր դիմավորեցինք Շվեդիայից, ու ինքը ասում էր մեր մոտ կա
ադրբեջանական խոհանոց, վրացական խոհանոց, որ գալիս է ձեր երկիր, էլի մրցույթի շրջանակներում էինք անում։ Ինքը աշխարհի խոհարարների ասոցիացիայի բանի հացթուխների եւ հրուշակագործների նախագահն էր։ Ասում եմ, տղաս, ասում եմ, դու ուր ես եթում, ու իրանք չեն պատկերացնում, իրանք վրացական խոհանոց տեսել են, գիտեն Վրաստանը, ադրբեջանականը տեսել են, դա էլ է ինչ որ փափուկ ուժի միջոց, որ կարող ես ճանաչել երկիր բացահայտելու եւ ճանաչելիության ամենահեշտ ձևն է։ Ամենահեշտն, ամենաարագ հաճույքն է, որը մարդը կարա պարը կարող է արագ չհասկանա, երգը կարող է ժամանակ պետք լինի, որ մարդուն հասկանա։ Իսկ ուտելիքը ինքը արագ հաճույք է, արագ ճանաչելու միջոց է, որը նույն Շվեդիայում ինքը այդ մարդը չգիտեր։ Ու տղեն հարցրել ասලා ուր ես հետում էլի Հայաստանից հետում այդ որտեղ է։ Իսկ որ ասում եք ես ուզում եմ կամ երազում եմ, ինչ եք անում, կոնկրետ քայլեր կան, ինչ որ միանշանակ։ Հա, դե ես որ ռեստորանում վարում եմ իմ աշխատանքը, հենց այդ եմ անում, ու հիմա շատ մեծ հետաքրքիր ֆանտաստիկ պրոյեկտ ենք անում, որ եւս մեկ անգամ ամբողջ Հայաստանը պատտվելու ենք պատմաբանի հետ, նաեւ ուսումնասիրող մասնագետների հետ խորհրդակցելով, ինձ ոչ միայն հավաքագրելով ուտեստներ նորից, այո, որ եւս մի հատ էլ ես իմ հայացքով տենամ որպես ռեստորատոր ու շեֆ-խոհարար ուզում եմ իմ հայացքով մատուցեմ ու ես ոչ միայն ուզում եմ ուտեստը մատուցեմ, ես ուզում եմ այդ ռեստորանում մատուցման մշակույթը լինի հայկական։ Ինչ որ ուտեստը աջ կողմից են դնում, ձախ կողմից են դնում աղջիկա մատուցողը լինելու, կամ ինչ շոր հակատ լինելու, կամ ինչ ենք հյուրին ասելու, օրինակ գլխակ ենք բերելու, ասենք էսի պիտի հագնես, որ ես հացը ուտես, օրինակ այս մշակույթը փոխանցենք, որ համ մեր հայերը ծանոթանան, համ դրսից մարդը ոգեշնչվի մեր Հայաստանով։ Ու եթե այդ ամեն ինչը հաջողվի, կարելի է դա պատվիրակել տարբեր երկրներ։ Նույնը ունենալու ենք այնտեղ chef table, որտեղ մատուցելու ենք միմիայն հայկական սնունդ իր մշակույթի կետերով, թակավորից թակավոր պարաժանով կլինի եւ այլն։ Շատ հետաքրքիր լավ մտքեր ունենք, շինարարությունը արդեն փուլով էթմա իրա, փուլերով էթմա, հուսով եմ այն ինչ որ պլանավորել ենք կստանանք։ Այս տարի կլինի թե ինձ թվում է 2 տարվա պրոյեկտ է այն զրոյց շինարարությունը։ Ու իր ինֆրաստրուկտուրան էլ է ֆանտաստիկ, կողքը եկեղեցի է, կողը հնձան է, որը լինելու է ժամանակին։ Իսկ նաև ինչ որ վայրը, որը կոլորիտային է շատ, հա։ Չեմ կարող վայրը ասել, որ չգովազդեմ, բայց դե բոլորը արդեն գիտեն ես որտեղ եմ։ Սպասում ենք եւ իմ երազանքներից մեկը, որ ես ոչ խոհարար եմ, ոչ իհարկե, բայց սիրում եմ համով ուտեստներ ուտել, որ մենք գնանք տարբեր քաղաքներ, գյուղեր, գյուղակներ, տարածքներ Հայաստանում եւ իմանանք թե ինչի հետևից են գնում։ Գնում են Գորիս լոբի ուտելու, գնում ենք Գյումրի քյալա ուտելու, գնում ենք այստեղ խաշ ուտելու եւ գնանք, վայելենք, ուտենք եւ պատմենք դրա մասին եւ մարդիկ դրա մասին իմանան, չէ՞ որ օրինակ Նեապոլի բնակիչները համոզված են, որ աշխարհի լավագույն պիցան պատրաստում են միայն Նեապոլում եւ մնացած բոլոր վայրերում պատրաստված պիցան դա պիցա չի, իսկ երբ որ դու գնում ես Նեապոլ, պարզվում է, որ ոչ թե Նեապոլում, այլ կոնկրետ մեկ վայրում են այդ աշխարհի ամենահամով պիցան պատրաստում, մնացած պիցաները, որոնք պատրաստում են Նեապոլում, իրանք չունեն պիցա կոչվելու։ Եվ դա հենց այդպես է եւ հուսանք, որ այդ մշակույթը օրից մի օր կհասնի նաեւ մեզ, մեր երկիր, մեր քաղաք, մեր փողոցներ։ Համաձայն եմ, ես էլ եմ միանում ցանկությանը, իսկ այս պահին գնում ենք լսենք լավ երաժշտություն, վերադառնանք ու շարունակենք։ Քիչ անց մեզ կմիանա Մանոն, բայց այս ընթացքում իջև Մանոն ոչ մի բան չի ասես ուտելու մասին, մի հատ դες բրդուճ պատրաստեք եւ կերեք մեր տեղն է, մենք էլ ենք սոված բարի ախորժակ, գնացինք։